Պարսկական կողմը, որ նոր մարզպան էր ուղարկել, նոր զորավար եւ նոր մարզպան, Հազարավուխտ զորավարը, ով բերել էր այստեղ Շապուհ Միհրանյան մարզպանին էր նշանակել ժամանակավորապես, նրանք երկուսով փորձում էին պայքարել, բայց Վահան Մամիկոնյանը հատկապես կարելի ասել պարտիզանական պայքարի որոշակի գործողություններով ուղղակի շարքից հանել էր նրանց տարբեր զորամասերի։ Եվ ահա 484 թվականին տեղի ունենում շատ կարևոր իրադարձություն, հեպթաղների դեմ ճակատամարտում զոհվում է Պերոզ արքան եւ նրա փոխարեն նրա եղբայրը Վաղարշ առաջինն է դառնում Պարսից արքա, նա որոշում է մեղմել հայերի մասով քաղաքականությունը, մի կողմից նա խնդիր ուներ զսպելու հեպթաղների առաջխաղացումը Միջին Ասիայում, մյուս կողմից բնականաբար զգուշանում էր, որ Բյուզանդիայի ազդեցությունը կարող է մեծանալ Հայաստանում եւ տարածաշրջանում եւ որոշեց ֆիքսել հայ նախարարական համակարգի իրավունքները, այն ինչը որ իրականում պատերազմի իրական պատճառն էր եւ այդ պատերազմը ստացել էր իհարկե նաեւ գաղափարական որոշակի շղարշ, որ քրիստոնեության եւ մեր եկեղեցու դիրքերը պաշտպանելով էր արտահայտվում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։